խաչքարերով է ճանաչում ամբողջ աշխարհում, մեկը լավ սպորտսմեններով, չէ՞։ Դու սպորտսմեն ես։ Ինչ ես պարապում։ Արդեն գաղափար։ Գնում եմ խաչքարերի արվեստը բացահայտելու։ Հայոց գրեթե բոլոր հոգևոր կառույցները զարդարված են խաչքարերով։ Բազմաթիվ եկեղեցիների պատերին կարելի է տեսնել փորագրած խաչերի պատկերներ, որոնք իրենց հատուկ նշանակություն ունեն։ Փոքրիկ խաչերը պատկերված են ի պատիվ հովանավորների եւ բարեգործների, ում ջանքերով կառուցվել եւ բարեկարգվել է տվյալ եկեղեցին։ Հայերն այնքան մեծ հարգանք ու պաշտամունք էին ստեղծել խաչերի շուրջ, որ այս խորհրդանիշը քարտաշ վարպետներին ստիպեց ստեղծել արվեստի այս յուրահատուկ գլուխ գործոցները, որոնք կոչվեցին խաչքարեր։ Այսօր այցելելով քանդակագործարան, ես թույլ տվեցի Հակոբին, որ իր ձեռքերով քանդակեր իր սրտից բխող ցանկացած բան, որ զգար եւ շոշափեր քանդակագործության արվեստը։ Չնայած այս քանդակագործարանը հենց մեր կողքին գործում էր տարիներ շարունակ, բայց մեզ համար բացահայտում էր այն։ Քանդակագործ Հովհաննես Ստեփանյանը շատ քանդակների հեղինակ է, որոնք նաև ցուցադրվում եւ տեղադրվում է այլ երկրներում, որոնք հիշեցնում են Հայաստանի եւ մեր մշակույթի մասին։ Կարծում եմ Հակոբի օրը լիարժեք էր, նա ծանոթացավ քանդակագործության ողջ արվեստին, քարերի տեղափոխումից, տեղադրումից, նկարչական եւ քանդակագործության ամբողջ գործընթացին։ Հայոց աշխարհում խաչքարեր կան գրեթե ամեն անկյունում։ Խաչքարերը երբեք չեն կրկնվում։ Խաչքարերի գլխավոր նպատակն է կապ ստեղծել Աստծո հետ։